Ինչն է պատճառը, երբ Աստված երբեմն չի պատասխանում մեր աղոթքներին։ Դու աղոթում ես, սպասում, հույսով, բայց քո կյանքում ոչինչ չի փոխվում։ Եվ այդ պահին շատերը գուցե մտածում են, որ Աստված չի լսում, որ Աստված թողել է, բայց Աստվածաշունչը ցույց է տալիս մեկ այլ պատկեր։ Երբ Ղազարոսը հիվանդացավ, Հիսուսի ամենամոտ ընկերներից մեկը, նա անմիջապես չգնաց նրա մոտ։ Նա սպասեց, մարդկանց համար դա լրություն էր, ոմանք մտածում էին, որ սա նույնիսկ անտարբերություն է, սակայն այդ ուշացումը մերժում չէր։ Աստված ավելի մեծ բան էր պատրաստում։ Ղազարոսի հարությունը բացահայտում է Աստծո փառքը եւ նրա էությունը։ Մեր կյանքում էլ այդպես է, երբ Աստված պատասխանում է այո, երբեմն պատասխանում է ոչ, իսկ երբեմն Աստված ասում է սպասիր։ Եվ այդ սպասիրը հաճախ ամենադժվար պատասխանն է, որը մեր կյանքում մենք ստանում ենք։ Բայց հենց այդ ընթացքում Աստված գործում է մեր սրտում, ձևավորում է մեր բնավորությունը եւ պատրաստում է մեզ նրան, ինչին որ մենք մինչև այդ պատրաստ չենք։ Սիրելի ընկեր, եթե դու աղոթում ես եւ թվում է թե Աստված չի պատասխանում քո աղոթքին, ապա Աստված ուշադիր հետևում է քեզ։ Նա քեզ նախապատրաստում է, որպեսզի դու պատրաստ լինես իր պատասխանին, որը շատ շուտով լինելու է։ Ես Հովսեփ Սահակյանն եմ, 7-րդ օրվա ադվենտիստների եկեղեցու հովիվ։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, կարող եք հավանել, կիսվել եւ բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք նման տեսանյութեր։